Սովորելու ժամանակ աշխատում էի Սևանի քրեակատարողականում որպես բուժակ, 27-ի առավոտյան 7-ին զարթնել էի, որ արդեն պատրաստվում էի սմենը հանձնելու, երևի 8-ի կողմերը իմացանք համար 1 են տվել, ու ամսի 1-ին առավոտյան գնացել եմ վայնկոմատ, արդեն ներկայացել եմ, որ ես Լեռնային ջոկատի հատուկ նշանության զորքերի բուժակ եմ եղել, Ռուսաստանի Դաշնությունում եմ ծառայել, ասի որ իմ հմտությունները, գիտելիքները առաջի բուժօգնության կարանպիտանելի ելնեն, մի քիչ տեխնիկական հարցեր առաջացել են, որ ես երկարակացի եմ եղել այդ ժամանակ ու ռուսական զինված ուժերում եմ ծառայել, չեն համաձայնվում ինձ ընկերկեն, բայց քանի որ բժիշկների կարիքը արդեն այդ բան ամսի 1-ին զգացվում էր, ինձ ընկերկել են որպես բուժակ ու գնացել եմ արդեն Ղարաբաղ։ Սկզբի շրջանում ասել էին, որ որպես բուժակ առաջնագիծ պետք է գնամ, բայց հասել եմ Ստեփանակերտի գոսպիտալ օկտեմբերի 2-ին առավոտյան 5-ին, ասին մի քանի օր կմնաք, նոր արդեն ձեզ համապատասխանողության վրա կուղարկենք։ Բայց մնացել եմ մինչև նոյեմբերի 14-ը, տենց էլ գոսպիտալում։ Ընդգրկվել եմ տրավմատոլոգիայի բաժանմունքում որպես բուժակ, ընթացքում արդեն եղել եմ տարանման ջոկատի մեջ ընդգրկված, շտապ օգնության, գալիս էի եւ բանվորություն էի անում, եւ բժշկական ինչ-որ միջամտություն էի անում, եւ ամեն ինչ, ով ինչ կարար, ինքը այդ ժամանակահատվածում անում էր։ Օկտեմբերի 3-ին մի մեծ հոսք վիրավորներ է եկել, այդ ժամանակ չէի պատկերացնում պատերազմը ինչ ձևի է եւ ինչ բան, եւ անդադար մեքենաները գալիս են, մի մասին տեղափոխում ես վիրահատական մի տեղին տունարան ու դու հասկանում ես, որ հետևից էլ մեքենա է գալիս, ձեր չի հերիքում, որ դու բան անես, այդ բան ստրես ես ապրում։ Դու բունկերում ես գտնվում, հարաբերական հանգիստ ես, հարաբերական ապահով ես, կանտ է իրանք առաջնագծում գտնվողները, իհարկե նայելով 18 տարեկան տղաներին, նայ քո սահմանին ով է կայնած, ինչ հզոր տղեկ են։ Եղել է հերու տղա են եղել, տրու վիրավորը, այդ վիրավորման աստիճանը եղել ավելի բարդը, քան թե հոր, տրուն տանում են վիրահատողան, ասաց պապ ջան դու խոր չգցես, ես ստեղ եմ, սաղ լավ էլ նայլով։ Սուրբ ցավը այդ պայնը, ամեն անգամ այդ պայնը, ինչ-որ մի պրոցեսի ժամանակ ելնում է, հետո արդեն երևի բտացած ինչ-որ մի զգացողություն է, էլի չես հասկանում։ Ինչ է եղել, ինչի համար է եղել, ինչ չենք արել, ինչ կարայինք անենք, այդ իրավիճակն է առաջանում։ Ինչ-որ եղել է, այդ որ սաղ էմոցիաները գնացել են, քեզանից խլել են։ Նոյեմբերի 11-ն է եղել, 3 հատ ռեանիմոբիլ պետք է գնային, բժիշկները մի մասը ռեանիմատոլոգները վիրաբուժները զբաղված են, երկու մեքենայի մեջ կար ռեանիմատոլոգ, երրորդ մեքենայի մեջ չկար, ես եմ գնացել, ու տարսի պես իմ մեքենայի մեջ արհեստական շնչառության սարքը վրիպում է տվել, խափանվել է եւ ստիպված եմ եղել շնչառական ամբոյով 1-2-3 հաշվելով սխմել, որ ինքը արհեստական շնչառություն ունենա, գնացել ենք Ստեփանակերտից մինչև Վարդենիս, մոտավորապես 2.5-3 ժամ, հաշվում էի 1-2-3, փչում էի, արդեն ավտոյից դուրս եմ եկել, գոսպիտալի մոտ կայնած է, ձեռս չէի կարող նասիլքին վերցնել, որովհետև ձեռս ավտոմատ կծկվում էր արդեն։ Եղել է այտենց էլ որ բան, բայց դե իրանք այդ մեքենաները, այդ սարքավորումները իրանք աշխատում են անդադար ու ինչ որ տեխնիկա վրիպելու կամ բառը միշտ կար։ Իրարից էին ուժ առնում առաջինը, որովհետև մեր բժիշկները իրանց աշխատանքը եղել է 24 ժամ, 24-ը 7-ի վրա, բոլոր բժիշկները այտենց իրավիճակում գտնվել են այնտեղ, որ վիրահատությունը իրականացրել են, լվացվել են համազգեստը, փոխել են, նորից կայնել են վիրահատության, կամ ինչ որ արդեն վիրահատությունը ինքը չէր անում, կայնում էր ասիստենտ, բայց էլ օգնում էր։
Այդ ժամանակահատվածում գոսպիտալում, երբ որ ինքը բունկերը արդեն ապաստարաններ եւ վիրահատական սրահ ունեինք, մեր բժիշկները քնում էին պոլին վիրահատական սեղանի տակ։ Բուժքույրերը, տարիքով կանայքները, այդ կանայք ոտի վրա են եղել 24 ժամ, ու դու տեսնում ես, որ իրանք ոտի վրա են, անում են, ուրեմն դու էլ պիտի անես։ Մեր մոտ աղջիկներ երեխեք կային, որ ես տեղ էի գնում վիխդների հետում, կարող է 3-4 ժամից հետ գային, գիշերվա 4-ը 5 ելներ, իրանք նստած նայում են, սպասում են ես երբ գամ։ Գալիս էին, նայում են, իրանք երշիկ բրդուճ են սպահել են, չայ արել են, իրանք սպասում էին։ Ու էդի իրոք շատ մեծ բան է, որ կես սպասող կա։ Ստեյտան սպասողը մի քիչ ուրիշ է, բայց NDA սպասողը իրանք մի յուրահատուկ են, էլի, որ դու պետք ես, դու գնացել ես կորել ես, քո մասին չեն հիշել, չէ, ես սպասում էին։ Միակ ամենամեծ ձեռքբերումը եղել է դա ընկերները, ու իրանք շատ են, որովհետև բոլորին, ով որ այնտեղ տեսել եմ ու մեջ շփվել եմ, ես այդ մարդկանց առանց ինչ-որ խնդրի կարամ ասեմ, որ իրանք իմ ընկեր են, որովհետև այդ դժվար օրերին մենք իրար հետ անցկացրել ենք, դրանից ավել էլ ինչ է պետք մարդուն ասել ընկերը։ Շատ շնորհակալ եմ տրավմատոլոգիայի վիրաբուժական բաժանմունքի նյարդավիրաբուժության բժիշկներին, որոնք տուլ են տվել, ասենք ես ինչ-որ միջամտություններ իրականացնեմ, դասախոսի պես են եղել։ Այսինքն ասում են, այս ինչ բանը սխալ ես արել, այս ինչ բանը դու կփոփոխես։ Ինչ որ ես կարացել եմ անեմ, ինչ որ կարացել եմ իրականացնեմ, այդ եղել եմ իրանց շնորհիվ։ Իհարկե, անհրաժեշտության դեպքում ինչ որ պետք իրաց դեպքում պատրաստ եմ էլի իրականացնել, բայց հիմա որոշել եմ ավելի շատ զբաղվել բժշկական ինժեներիայով, կենտրոնացված համակարգերի տեղադրման, նախագծման պրոյեկտների, բժշկական կենտրոնների, դատվածնի համակարգի, սեղմված հոտի, բժշկական գազերի։ Ավելի հետաքրքիր է դարել, էլի բժշկությունը սիրում եմ, բժշկական ոլորտի մեջ եմ, նույն ձևի մտնում եմ բժշկական կենտրոնները, շփվում եմ բժիշկների հետ, նաև հիվանդների հետ եմ շփվում, բայց process-ը գործընթաց արդեն այլ է, որը հիմա ավելի հանգիստ եմ, ավելի հաճույքով եմ իրականացնում։ Դերմոկապելը միացած է։ Հիմա փոփոխություն եմ իրականացնում, պետք է ընդգրկվեմ բանակի հետ պայստազորով, երգե, բայց արդեն ոչ բժշկական գծով, արդեն ռազմական պրակտիկայով էլի ցենց ասեմ։ Այո, երազանք ունեմ, որ կարողանանք նորից մենք ելնենք։ Մենք մի գաղափարի շուրջ, որ մենք ունենք մի հանրապետություն, մենք ունենք կողծրված տարածքներ, ունենք զոհված մարդիկ, ում հիշատակը պետք է վաղվարենք եւ դառնա նորից ամուր մի մեծ Հայաստան, անկախ Հայաստան։